Եթերում Իմպուլս պոդքասթն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Լորիմեդ բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժիշկ Կարեն Ադամյանին։ Բարև ձեզ պարոն Ադամյան, բարև բժիշկ ջան, ո՞նց եք։ Բարև ձեզ, շնորհակալություն, հատկապես որ այստեղ ու ձեզ հետ եմ։ Երկար տարիներ մենք հանդիպել ենք այս տաղավարում եւ միշտ խոսել ենք պետական բժշկական ծառայությունների մասին, դուք ղեկավարում եք պետական բժշկական մեծ հիմնարկ հիվանդանոց, այսօր արդեն հաջողված կարելի է ասել բժշկական կենտրոն նորագույն սարքավորումներով, նոր մոտեցումներով, բայց արդյոք էլի նոր ինչ կասեք Լորիմեդի 10 տարվա ձեռքբերումների, հաջողությունների մասին, որպես բժշկական ոլորտի եւ բիզնես նախագիծ եւ նաեւ սոցիալական ծրագիր հաջողված է։ Միանշանակ այո, որովհետեւ այո, իսկապես շուրջ 11 տարի մենք արդեն աշխատում ենք։ Մեր բացման արարողությունը մինչև սկսելը մենք իհարկե ուսումնասիրեցինք մարզի առողջապահական համակարգը ընդհանրապես, նրա ուժեղ թույլ կողմերը եւ հատկապես կարիքները, եւ մեր Լորիմեդ բժշկական կենտրոնը բացվեց կարիքների եւ թույլ կողմերի ուժեղացման, կարիքների վերացման ուղղությամբ եւ մեր քաղաքականությունը նա է, որ կարողանանք կրել այնպիսի ծանրություն, որը որ ժամանակակից է, որը որ անպայման անհրաժեշտ է եւ բարձրացնում է բժշկական ծառայությունը մարզում եւ ոչ միայն մարզում։ Լորիմեդի ծննդից հետո առ այսօր մի շարք բժշկական հաստատություններ, կլինիկաներ, ախտորոշիչ կենտրոններ ստեղծվեցին Վանաձորում, իհարկե ոչ թե ստեղծվեցին, այլ կարելի ասել Երևանյան մասնաճյուղեր են այստեղ բացվել, արդյոք մեր քաղաքի համար թեկուզ եւ երևի նաեւ մարզն է սպասարկվում, շատ չեն այդքան կլինիկաները, մասնավոր հատկապես բուժհաստատությունները։ Գիտեք, ինչու միայն մասնավոր, նաև պետական բժշկական ծառայությունների բազմաթիվ միավորներ եւս կարելի է հաշվարկել նաև դրանց մեջ իսկապես շատ են, սակայն յուրաքանչյուրը ստեղծում է որոշակի նպատակներով եւ ծրագրերով։ Ես այստեղ միայն մի բան կարող եմ ասել, որ ցավալիորեն առողջապահական հիմնարկների հիմնական սկզբունքային գործունեությունը, որը բժշկական ծառայությունն է, մի քիչ փոխարինվել է բիզնեսի հետ, եւ այդ կազմակերպությունները, ինչպես նաեւ դա նորմալ համարեք, ուղղակի այդ բիզնեսը պիտի լինի ոչ միայն շահույթի վասկի հետևից գնացող, այլ նաեւ բիզնես ծրագիր այնպես, որ այդ կառույցը համապատասխան գործունեությամբ մի level, մի աստիճան բարձրացնի տվյալ ծառայության տեսակը եւ տվյալ ծառայությունների ամբողջականությունը։ Ցավոք դա այդպես չի։ Մենք երբ բացվեցինք, էլի կային մասնավոր հիմնարկներ եւ շատ դժվար էր մրցակցությունը, իհարկե մենք կայացանք, ես ձեզ ավելին ասեմ, ի պատիվ Լորիմեդի աշխատանքների, սկզբունքների եւ կայունության մենք կարողացանք այդ մրցակցությանը դիմանալ, ավելին մենք հիմա շատ ավելի լավ ենք զգում մեզ այն պատճառով, որ շատ ավելի մեծ հաճախություն ունենք, քան բազմաթիվ բժշկական ծառայություններ եւ իհարկե նաեւ արդյունավետ։ Ինչով է պայմանավորված մեծ հոսքը պացիենտների Լորիմեդ։ Աշխատանքի կազմակերպմամբ կարծում եմ մասնագետների բարձր կվալիֆիկացիայով եւ այն իմիջով, որը ժամանակի ընթացքում մենք անընդհատ ձեռք ենք բերում։ Բժշկական նոր սարքավորումներ, բժշկական կարիքների նոր ուղղությունների որոնում իհարկե արդյունքը նաև գտնում ենք եւ վերջապես մի կառույց, որտեղ որ միջանձնային հարաբերություններ, ինչպես նաև բժիշկ, պացիենտ, հաճախորդ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են։ Ուզում եմ հարցնել հետևյալը։
Գնային քաղաքականությունը ինչպիսին է ձեզ մոտ մրցակցության մեջ պարզ է որ շատերը նույնիսկ կարող են դեմփինգի դիմել, չէ, եւ նույնիսկ ակցիաներ, ինչպես խանութներում է, արդեն բժշկական հաստատություններում են անում այդպիսի ակցիաներ, մնում է որ սև ուրբաթ անեն եւ ավարտվի ամեն ինչ։ Լրագրողական իմաստուն խոսքեր, բայց տեսեք անընդունելի բան է մեզ մոտ։ Դա ես նորից անդրադառնամ այն հանգամանքին, որ կարծում եմ բոլորի սկզբունքային թիվ 1 խնդիրը պիտի լինի բժշկական ծառայությունը եւ ոչ բիզնեսը։ Ուղղակի գիտեք, երբեմն կատարվում են բաներ, որոնք որ հարիր չեն մարդկային պարզ փոխհարաբերությունների մեջ։ Մրցակցությունը նորմալ բան է, բայց միմյանց փորձել այս կամ այն ծառայության մեջ խեղդել, ավելցուկ ինչ-որ բաներ ստեղծել, ես կասեի նաև ավելորդ գործողություններ կատարելը չի կարելի։ Պարզապես աշխատանք է տանում ենք, ով ինչպես կարողանում է, ով որքան է գրագետ եւ ով որքան է ժամանակակից տեմպին, ժամանակակից հոսքին կարողանում դիմակայել։ Տեսեք, եթե մի հիմնարկ, մի բժշկական կենտրոն գալիս են, դիմում են եւ հետո դիմում են երկրորդ հիմնարկ բժշկական կենտրոնին, ապա ուրեմն ինչ-որ մի բան ինչ-որ տեղ սխալ է։ Ծառայությունների ամբողջականությունը պիտի այնպես դասավորվի, որ կարողանան պրոդուկտը վերջնական հաճախորդի լավացում, հաճախորդի առողջացում, պացիենտի վերջնական դիագնոզ, ախտորոշում եւ նաեւ բուժում կազմակերպել բարձր մակարդակով։ Երբեմն նաեւ հնարավոր է որ ոմանց մոտ չի ստացվում։ Եվ հետաքրքիր է նեղ մասնագետների, մենք միշտ նեղ մասնագետների կարիք ունենք բոլոր մարզերում։ Ես վերջերս նույնիսկ բախվեցի մի խնդրի, որ ամբողջ Հայաստանում, մայրաքաղաքում անգամ մասնագիտություն կա նեղ բժշկական, որը այնքան էլ գաղտնի ինչ-որ բան չի կամ որ չկա կամ թույլ այսպես կողքից ես հիմա ձեզ կասեմ լիմֆատիկ հիվանդություններ, լիմֆոստազ, այսինքն լիմֆոլոգ է կոչվում բժիշկը եւ բացվեց որ Հայաստանում լիմֆոլոգ չկա որպես այդպիսի նեղ մասնագիտացված պրոֆեսիոնալ լիմֆոլոգ գուցե դուք մտածեք այս ուղղությամբ անոթային վիրաբույժները դրանով զբաղվում են բայց կոնկրետ մասնագետներ այո միանշանակ համաձայն եմ ձեզ հետ բայց գիտեք խնդիրը կայանում է ոչ միայն նրանում թե տվյալ մասնագետը ինչու չի համապատասխան վերապատ մենք բազմաթիվ անոթային վիրաբույժներ ունենք բազմաթիվ խնդիրը ընդհանրապես կայանում է նրանում որ նրանցից մեկը, երկուսը, 3 կամ 4-ը կարողանան այդ բացը տեսնելուց հետո համապատասխան վերապատրաստումներն անել ես ձեզ ավելի այսպես ասած ավելի կարևոր մի բան ասեմ այդ տեսակետից չթվարկելով կոնկրետ ինչ հիվանդություններ ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունից մեծ քանակությամբ հիվանդներ գնում են նեյրովիրաբուժական ծառայությունների որոշակի տեսակետից արտասահման տալով մեծ թվեր որպեսզի բուժման համապատասխան կուրսը անցնեն եւ մեզ մոտ դրա մասին ոչ միայն չեն խոսում, ոչ միայն պետպատվերի կամ թեկուզ մասնավոր ծառայությունների մեջ կա այդ խնդիրը, այլև ընդհանրապես կարծես թե նախարարությունը դրա մասին չգիտեն էլ։ Ցավալի է, բայց ճշմարտություն, այնքան այդպիսի միավորներ կան, ուղղակի հիմա մի քիչ ճիշտ չի դրա մասին խոսել, բայց գիտեմ, որ հայկական առողջապահական համակարգը այդ տեսակետից կաղում է։ Եվ գիտեք, բժշկական կառավարման մեջ նաև դա պիտի երևա։ Մենք եթե մտնում ենք այս պահին արդեն հունվարի 1-ից ապահովագրական բժշկական ծառայությունների մեջ այդ ապահով բառը կարծես պիտի ապահովվի նաև առողջապահության այնպիսի բացեր, որոնք որ շատ ավելի կարևոր են։
Դուք ուշակեցիք իմ հաջորդ հարցը, դա սոցիալական բան չի, միայն խնդիր չի, դա միայն բուժական խնդիր չի, դա նշանակում է, որ մենք կյանքի որակի դա նշանակում է, որ մենք այս պահին կորուստ ենք ունենում եւ ֆինանսական, եւ առողջապահական, եւ մարդկային ռեսուրսների, նաեւ հիվանդություններ կան, որոնք որ մարդկանց մոտ առաջանում են որոշակի տարիքից հետո, իսկ այդ որոշակի տարիքը աշխատանքային կազմակերպման, աշխատանքային ստեղծագործական իմաստով լավագույն տարիքն է համարվում։ Եվ մենք ստիպված, մեր հիվանդները ստիպված դիմում են այս կամ այն երկրների եւ այս կամ այն երկրներում ստանում են այդ կվալիֆիկացված բուժումը։ Բազմաթիվ այդպիսի դեպքեր կան իմ շրջապատում հատկապես, ես շատ լավ տեղյակ եմ, որոնք մարդիկ ստիպված են մեծ թվեր ուղղակի կորցնել դրսում, եւ այդ մեծ թվերը ֆինանսական առումով կորցնելուց հետո վերադառնալ, բայց հանուն ճշմարտության ասեմ, հիմնականում լավացած, առողջացած կամ կյանքի որակը որոշակի բարձրացած տարբերակում։ Այսա շատ կարևոր է, ուղղակի առողջապահական գաղտնիքներ հասկացողությունը կա, բժշկական ես դրանք չեմ կարող դες բացել, ուղղակի կան մեծ թվով ոչ միայն լիմֆատիկ հանգույցների հավատացնում եմ ձեզ ողնաշարի հետ կապված խնդիրներ ունենք, գլխուղեղի հետ կապված խնդիրներ ունենք, օրինակ միայն Իսրայելում տեսեք ինչ են անում, միայն Իսրայելում հավաքում են ստեղծել են ռուսախոս, այսպես ասած, բժշկական մի կենտրոն, որը որ ամբողջ աշխարհից ռուսախոս, այդ թվում նաև հայ, մեծ քանակությամբ հիվանդներ են ընդունում եւ վիրահատում կամ համապատասխան ծառայությունները մատուցում, գումարները վերցնում եւ հետ է ուղարկում։ Պիտի դրա մասին լուրջ աշխատանք տանել, դա առողջապահության նախարարության ֆունկցիան է եւ որը ցավոք մինչև հիմա մնում է բաց եւ ցավոք մինչև հիմա չի տալիս լուծում։ Պարոն Ադամյան, դուք խոսեցիք ապահովագրության մասին, եկեք պետպատվերն էլ հետը, այսպես խոսենք։ Ուրեմն կարող ֆինանսապես կայուն հիվանդներ եւ հիվանդներ, որոնք չունեն հնարավորություն, բայց հնարավոր էր, որ նրանք եւս ապաքինվեին, առողջանային, եթե սոցիալական պետություն գաղափարը, այսպես սահմանադրական նաև կետը կյանքի կոչվեր։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Քաղցկեղով հիվանդները սպասարկվում են անվճար, բայց հասնում է մի փուլ, նոր միայն մարդիկ կարող են սպասարկվել, մինչդեռ ուրիշ երկրներում հենց առաջին իսկ քայլից, երբ ախտորոշվում է քաղցկեղը, մարդը համարվում է պետության հոգացության, այո, ինչ եք կարծում, կհասնենք մենք մի օր։ Ես ասեմ ձեզ։ Եվ կարծում եմ պիտի ասեք ապահովագրությունն է ճանապարհը բժշկական։ Ես ձեզ ասեմ, բավական է դրվեց եւ հաստատվեց քաղցկեղը, Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ դառնում է պետպատվեր։ Այլ խնդիր է, որքանով է հատկապես դեղորայքային եւ գործիքային որոշակի քննություններ եւ նաեւ բուժական առումով որոշակի բուժսարքավորումների դեֆիցիտ կա մեզ մոտ եւ արդյունքում լինում է այն ինչ որ լինում է, բայց գիտեք, որ իսկապես մեզ մոտ նաև ի պատիվ պետությանը քաղցկեղը ամբողջությամբ պետպատվեր է։ Միայն այստեղ թե ես ապահովագրության կապակցությամբ մի քանի լավ բան ասեմ այնուամենայնիվ։ Տեսեք, ապահովագրական առողջապահությունը ստիպում է, ոչ թե ստիպում է, ապահովում են 3 ստենտ պետպատվերի սահմաններում սրտի, այդպիսի բան գոյություն չուներ։ Ապահովում է կոնքազրային հոդի կամ ընդհանրապես մի շարք հոդերի տրանսպլանտացիան, այսինքն համապատասխան հոդի փոխումը, այդ թվում նաև պետպատվերով, այդպիսի բաներ հաճախ նախկին պետպատվերի մեջ չկար, այսինքն ապահովագրությունը մի քիչ ոնց որ ավելի մեծ ծավալ է վերցնում, ոնց որ ավելի մեծ բժշկական ծառայություն է մատուցում,
միայն թե պիտի հասկանալ, որ մենք կարողանալու ենք ժամանակակից տեմպին որպեսզի դիմակայել, նաև ավելի ընդարձակվել, ավելի զորանալ, ավելի ուժեղանալ, օրգանների փոխպատվաստման խնդիր, պատկերացնում եք Հոլանդիան, օրինակ լյարդի, այն ինչ որ ես ասում եմ, մեր տեղացի ժողովրդի հետ կապված, Հոլանդիան լյարդի փոխպատվաստում անում, մեզ մոտ 1-2 դեպք փորձեցին անել, մեկը ոչ հաջող, մեկը կիսահաջող, բայց դադարեցրեցին, մինչդեռ եւ ընդհանրապես փոխպատվաստման դոնորի հետ կապված խնդիրները օրենսդրական առումով շատ վատ վիճակում են, մինչև հիմա չի մշակված ով ինչ դոնոր կարող է լինել, շարքային երիկամի փոխպատվաստման, հեմոդիալիզից հետո փոխպատվաստման խնդիրները մարդիկ գնում են դրսում, համարում են իրենց ծանր հիվանդ ու ստիպված հերթ են կանգնում եւ այնուամենայնիվ լուծում ստանում են էլեմենտար բաներ։ Դուք առաջինը հեմոդիալիզի սարքը բերեցիք երկրորդ հիվանդանոց, երբեք չեմ մոռանա, այդ դե ուրախություն ասենք, գոնե հիվանդները այլևս չէին գնա ուրիշ քաղաքներ։ Հեմոդիալիզի բացումը, այո, մենք առանց պետության որևէ օգնության, որևէ միջոցառման մենք բացեցինք, բայց հիմա փառք Աստծո պետությունը արդեն իր հնարավորություն ունի բազմաթիվ տեղեր հեմոդիալիզական բաժանմունք է բացում, արդեն իր իսկ միջոցներով ժամանակակից, մեր ժամանակ մի քիչ ուրիշ էր, բայց այն որ ասում են, բայց գոնե մենք ստեղծեցինք, այո, մենք առաջինը ստեղծեցինք։ Եվ ընդլայնվելու ուղղությամբ մտածում եք, կարծում եմ արդեն փոքր է Լորիմեդը, պետք է որ ընդլայնվեք։ Այո, տարածքի առումով արդեն շատ նեղ է մեզ համար։ Գուցե հիվանդանոցային նաև մահճակալային։ Շնորհակալ եմ քո ցանկությունների համար, ես գիտեմ ինչքան եք դուք ջանացավ այդ հարցում, բայց այս պահին միջոցների սղությունը շենք վերցնելու կապակցությամբ մի քիչ կա, չնայած այդ կապակցությամբ եւս մտածում ենք ուղղակի մենք այնքան ենք ընդարձակվել, որ լավ այսպես ասեմ, բժշկական կենտրոնը բացեց 6-7 ծառայությունով, այժմ 19 ծառայություն ունենք մենք, 19 տեսակ բժշկական ծառայություն, ընդ որում այնպիսի ծառայություններ են, որոնք ոչ մի բան բնականաբար գեշ ժամանակակից ապարատուրային այնպիսի ծառայություններ են, որոնք որ ոչնչով հետ չեն մնում մայրաքաղաքի հնարավորություններից։ Բժշկությունը գիտեմ ձեր կյանքն է, բայց Ադամյան Կարենը մեր քաղաքի նաև այն լուսավոր, շատ լուսավոր մարդկանցից մեկն է։ Արվեստասեր, արվեստագետի չափ արվեստասեր, բոլորիս հետ, բոլորիս կողքին, սիրում եք մեր աշխատանքը, հեռուստատեսությունը, հետաքրքրված, նկարչությունը, երաժշտությունը, թատրոնը, շարունակում եք այս ամենը։ Վերջերս հերթական ցուցահանդեսը մենք բացեցինք, ես ցուցադրեցի նկարների իմ այն հավաքածուն, որը ցուցադրված չէր, հնությունների այն տեսականին, որը մասնակիորեն այդպես էլի ցուցադրված չէր, մեծ բերկրանք, դա այդ իմիջիայլոց առաջինն էր Հայաստանի Հանրապետությունում, անկեղծ ասած, եթե տեղն եկել է, ես մի բան ուզում եմ այս կապակցությամբ ասել, երբեք ոչ մի անգամ որևէ առիթով դա չի բարձրացվել, բայց ես իսկապես կուզենայի իշխանությունների կողմից հատկացվեր տարածք, ես այնտեղ բացեի մի պատկերասրահ, վստահ եղեք, որ դա կլինի մեր քաղաքի ամենալավ պատկերասրահը։ Մեր պատկերասրահը ինչով չի ձեզ բավարարում։ Մեր թանգարանը այնտեղ միայն նկարներ են, իսկ նկարներից բացի շատ ավելի ուրիշ, շատ ավելի ընդգրկուն։ Մեր երկրագիտական թանգարանը միայն հնություններ են, դրա երկուսը միասին գումարած նաև այլ ցուցանմուշներ, ես կարող եի ցուցադրել զարմանալիորեն հետաքրքիր եւ մեր քաղաքին պատիվ բերող, ավելին ձեզ ասեմ, այնպիսի մի բան, որը որ իր տեսակի մեջ
մասնավոր ցուցասրահներում Հայաստանում երևի թե կլիներ առաջինը։ Ինչ անենք, որ կյանքի կոչվի։ Հովանավորներ գտնենք։ Գիտեք, ես շատ լավ ընկերներ ունեմ հովանավոր նաև, բայց չեմ ուզում դիմել, ուզում եմ ընդամենը մի բան հայտարարել, որ եթե նման բան եղավ, դուք ուղղակի դա հրաշք պայթյունի նման կլինի եւ շատ ավելի երեսատեղի կլինի Վանաձորի համար, մեր մարզի համար։ Բաներ կտեսնեք, որ մինչև կարդում ես, մինչև հասնում ես, մինչև գնահատականը տալիս ես, ախր դա մի ամբողջ գիտություն է։ Դուք հիմա շատ հեշտ է արհեստական բանականությանը հարցնում ես, պատասխանում է, բայց այն ինչ որ դրա արանքներում կա, որպես կանոն նա չգիտի։ Եթե այդպիսի մի հատ ցուցասրահ լինի, նույնիսկ հաշվարկել ենք ընդամենը 480 քառակուսի մետր։ Այդ պատերը, այդ անկյունները կլցվեն այնպիսի իրերով, որոնք շատ հետաքրքիր կլինեն։ Դրանք բարձրաժեք բաներ չեն, բայց ունիկալ են։ Ես վերջերս օրինակ հայտնաբերեցի, որ ես մի իր ունեմ, նմուշ, որը միայն ինձ մոտ է եւ մեկ էլ Անգլիայի թագավորական թանգարանում երկու հատ են, մեկը այնտեղ, մեկը մեզ մոտ։ Եվ որտեղից եք ձեռք բերել այդ։ Գնել եմ, վաճառողը չգիտեր, որ դա այդպես է, ես դա գտա։ Պատկերացնում եք, շատ ունիկալ։ Օրինակ, եւ ոչ միայն դա, գիտեք, քանի որ այդ պատկերասրահը կունենա բազմաբնույթ, բազմերանգ, տարբեր ուղղություններով հագեցած, մտնողը գերագույն հաճույքով դուրս է գալու, տեսնելով։ Իմ իջալուց դրանց մեջ իհարկե նաև հայկական բնաշխարհի երկրագիտական թանգարանի իրերն են։ Հավատացնում եմ ձեզ, ես աշխարհի շատ անկյուններում, ես որտեղ լինում եմ, անպայման թանգարան եմ գնում։ Եվ շատ թանգարաններ իմ հավաքածուի կեսի չափ անգամ չունեն։ Այդպիսին է Հայաստանը։ Այո։ Մի մասը ես տեսել եմ, բայց ես ձեզ հուշեմ, ես տեղը գիտեմ այդ տարածքի, ես ձեզ դա կասեմ կադրից դուրս, մնում է որ Ես էլ գիտեմ։ Ես էլ գիտեմ, ես ճիշտ ասած չեմ դիմում, երևի թե ինչ-որ չափով նաև ճիշտ չեմ անում, բայց հավանաբար կդիմեմ համապատասխան իշխանության կներկայացնեմ խնդիրը, պետք է որ ընդառաջեն, որովհետև այն ինչ որ իրենք կտեսնեն, թեկուզ այն ինչ որ իրենք կիմանան, դա արդեն իսկ արվեստի եւ թանգարանային կուլտուրայի նոր ձայն, նոր ոճ կլինի։ Հասկանում եք, շատ ավելի հետաքրքիր է, երբ ցուցանմուշները լինում են բազմապրոֆիլ եւ բազմանկյուն, որովհետեւ այն ինչ որ մեզ հետաքրքիր է, հաճախ մենք փնտրում ենք, բայց չենք գտնում, բայց այդտեղ այդ թանգարանում այն ինչ որ մեզ հետաքրքիր հաստատ կգտնենք։ Հուսամ, որ կյանքի կկոչվի, ավելի ճիշտ հավատում եմ, որովհետև ես հիշում եմ Լորի Մեդի գաղափարը, շատ դժվար, իրականանալի, շատ թանկ արժեր, բայց այն ժամանակ երազ էր եւ մի օր դուք այդ երազը իրականություն դարձրեցիք։ Բայց այն ժամանակ, այո, բայց այն ժամանակ իմ պարտները գտնվեց մարդ, որը հավատաց։ Հիմա էլ կգտնվի, ձեզ կհավատա ինչ որ մեկը։ Գիտեք, ուղղակի այդ տարածքի հարցում պիտի հավատացնեք, չգիտեմ, չեմ ուզում ասեմ հավատացողը որքանով կհասկանա ձեզ, որ տարածքը դրամատրի, իսկ եթե կոմերցիոն տարածք առնեք, դա շատ թանկ կարժենա, պիտի համայնքը։ Իհարկե, ես ճիշտն ասած, ես եթե այդպես լիներ, վաղուց դա բացված կլիներ, բայց ուզում եմ այսպես ընդգծված ասել, որ մենք կունենանք մի այնպիսի թանգարան, որը որ Երևանի մեր սիրելի հրաշալի պատմության թանգարանից քիչ
չափով հետ կմնա, բայց պատմության թանգարանից ավել ցուցանմուշներ տեսականի իմաստով եւ նաեւ թեմատիկ իմաստով ավելի շատ կլինի։ Հետաքրքիր զրույցեր ձեզ հետ, դեռ երկար կարող ենք զրուցել։ Բժիշկ Ադամյան, պարոն Ադամյան, շատ կուզեմ, որ մոտ ապագայում գանք մասնակցենք բացմանը թանգարանի, ես հավատում եմ, ես ձեզ հավատում եմ։ Շնորհակալություն, ես էլ, բայց գիտեք, որ նման տարածք ձեռք բերելու եւ շինարարական առումով համապատասխան նորմերը ապահովելու համար միայն պետական ներդրում է պետք։ Ես նույնիսկ պատրաստ եմ այդ ամբողջը, այսպես ասեմ, մի օր դա կարող է եւ լինի, ես իսկապես նվիրեմ, բայց գիտեք, որ այդ 40 տարվա, 40 եւ ավել տարիների աշխատանք է, ֆինանսական միջոցներ են, հաճախ մի իր տեսնելու համար ես կարող եմ գնալ, ասենք Սյունիք, պատկերացնում եք, կամ գնելու համար, կամ Շիրակի մարզ, այսինքն մի ժամանակ Ես հիշում եմ, դուք գյուղերով շրջում էիք մի ժամանակ, հավաքում, առնում, ով ինչ հին բան ուներ բերում էր ու ես գնում էի, այո, ես այդպես, բայց այն ժամանակ էր։ Հիմա յուրաքանչյուր մարդ կարծում է, որ եթե ինքը ինչ-որ մի հին ունի, հնաոճ չի էլի հին, ապա դա արժեք ունի, այդպես չի իհարկե, բայց քանի որ ես մի քիչ տիրապետում եմ ամեն ինչից, նաև այն հատվածը, որը որ անհրաժեշտ է, որը որ տեսանելի է, որը որ մարդկանց կհետաքրքրի, ես դրանք գնում եմ։ Օրինակ աշխատանքի գործիքները Հայաստանում մեր գյուղացու աշխատանքի գործիքները Միայն դուք ունեք։ Չէ, սովորական աշխատանքի 100-150 տարեկան աշխատանքի գործիքները ոչ մեկին հետաքրքիր չէ, ես հավաքում եի, բայց հիմա արդեն կատարելագործվել ենք, ես ունեմ աշխատանքի գործիքների, այնպիսի հավաքածու աշխատանքի գործիքների, այնպիսի հավաքածու, որոնք 3500 տարեկան են, հայ շինականի աշխատանքի գործիքներ են, այսինքն ոչ թե շինականի, այլ այն ժամանակ ենթադրենք հայ գյուղացու աշխատանքի գործիքներ, բայց միևնույն ժամանակ այդ աշխատանքի գործիքներից ունեմ նաև նույն հայի զենքեր, որոնք ինչ եմ ուզում այդպես ասել, հայը եւ աշխատել է եւ կռվել, ցեղային մակարդակով թեկուզ, բայց երկուսն իրար հետ, այսինքն մենք շատ հատկանշական է մեզ, դա նաև իմաստալից առումով, օրինակ ես չեմ տեսել, որ դրանք զուգադիպեն կամ միասին ներկայացվի որևէ աշխարհի թանգարանում, մեզ մոտ կա, պատկերացնում եք, չէ, այսինքն եւ կռվել ենք, եւ ստեղծել ենք, հողը եւ կերակրել է, եւ մենք պաշտպանել ենք, ստեղծագործել եւ կառուցել, հայի արժանինքների մեջ դա ոնց որ թե ոչ մի տեղ ես չեմ հանդիպել մենախոսություններում, մենագրություններում, ներողություն, գիտական թեմանտիկ այդպես վերլուծություններում հենց այդ թեման եւ նա, ընդ որում 3000 եւ ավել տարեկան վիճակում, պատկերացնում եք, այսինքն պիտի համակցել, հավաքել, ստեղծել, կապը գտնել, ես ձեզ ավելին ասեմ, մարտակարգերը Հայաստանում ունեն 3500 տարեկան են, գիտեք որտեղից պարտվեց, մեր հնագետները նայեցին, տեսան, մեր մեջ ասած շշմել էին, ես ունեմ մարտակարգ փոքրիկ բրոնզե դարի, դա ապացուցում է այն հանգամանքը, որ մենք մարտակարգեր ենք ունեցել այդ տարիներին, փնտրում եմ գրականություն, որպեսզի տեսնեմ նման բան կա թե ոչ, առայժմ չեմ գտնում։ Այսինքն դա եւս հայտնություն է։ Դա եւս հայտնություն է այն պարզ իմաստով, որ մենք ունեցել ենք նաեւ այդպիսի հզոր միջոց,
կռվել ենք, ախր ունեցել ենք ու ուժեղ ենք եղել։ Մարտակարգերը այսօրվա տանկերն են, հրասայլերն են, ոչ թե բանի իմաստով, այլ հենց հեռահար հարվածների, թնդանոթների, պատկերացնում եք, այսինքն մարտակարգ ունեցող ազգը շատ ավելի ուժեղ է, որոնք որ չունեն համեմատության։ Գուցե մեր կողքի շրջաններում, այսպես ասենք, մարդիկ եւս ինչ-որ մի բան, բայց ես հայկական հանդամասից գտած իրեմ գնել։ Հետաքրքիր էր։ Վստահ եմ, որ մի օր այդ իրը եւ մյուս իրերը կդիտենք նոր թանգարանում, համոզված եմ, հավատում եմ պարոն Ադամյան։ Աստված ձեր ձայնը լսի։ Այո, եւ մենք էլ քիչ անելիք չունենք այդ ուղղությամբ, համարենք սա առաջին քայլն էր, այս եթերից հնչեցրեցին, գուցե էլի եք խոսել ես մասին։ Ոչ, բայց գաղափարը հնչեց, շատ լավն է, կարծում եմ, որ նաեւ մեր պետական մարմինները ականջալուր կլինեն։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր իշխանություն կցանկանա իրենից հետո թողնել մի արվեստի, մշակույթի մի օջախ, լինի դա թանգարան, թե ինչ-որ կենտրոն, չգիտեմ ինչ կդնենք անունը, բայց ես հավատում եմ։ Անունը չգիտեմ ինչ կլինի, բայց հաստատ կասեն դա Վանաձորի հրաշքն է։ Այո։ Եվ եկեք ասենք զբոսաշրջության զարգացման համատեքստում ինքը հենց ինքն է։ Դուք պատկերացրեք, որ մարդը գալիս է տեսնում է մի բան, որը որևէ ուրիշ տեղ չի տեսել։ Պատկերացրեք այդպիսի շատ բաներ։ Հրաշալի։ Եվ նաև ինչն է ինձ միշտ ուրախացրել, պիտի դա տարբերվի մնացածներից, պիտի դա ավելի ընդգրկուն լինի, քան մնացածները։ Իմ խեցեղենների մեջ իրեր կան, նմուշներ կան, որոնք 5000 տարեկան են։ Պատկերացնում եք 5000 տարեկան, եւ այդ խեցեղենները մարդիկ չեն տեսնում։ Իհարկե ես որոշակի փոքրիկ բաներով միշտ ցածրում եմ, բայց բաներ կան, որոնք որ այո, դրած է ձեր կողքի։ Տեսեք, ես ձեզ մի բան ասեմ։ Պիտի լինի թանգարանը անպայման։ Տեսեք, մի բան ասեմ օրինակ։ Ես իմ ընկերներից մեկին նվիրեցի մի խեցեղենի նմուշ։ Ընկերս ամերիկացի։ Այդ խեցեղենի նմուշը վաճառվեց աուկցիոնում, բարեգործական աուկցիոնում, մի այնպիսի թվով, որը որ այդ իհարկե թիվը եկավ կոավ։ Փողը, որ այսինքն fundraising էր արվում բանի համար, կոաֆի համար։ Եվ այդ ամեն ինչը վաճառվեց մի գնով, որը որ իրական գինն էր իր, մեծ թիվը։ Եվ ես ուրախացա, որ կոաֆին ես դրանով օգնել եմ։ Իհարկե այդ ընկերը զանգեց, ասեց, թույլ կտաս, ասեցի իհարկե, եթե տենց բան կա։ Հիմա պատկերացրեք այդպիսի բաները վաճառվեն եւ բերեն Հայաստանին նոր հնարավորություններ։ Այսինքն պիտի անել էլի, որովհետեւ մենք պիտի ցույց տանք մեր հնարավորությունները։ Մի հետաքրքիր բան էլ ասեմ ու գուցե այս թեման Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերապատրաստում է շատ բարձր բժշկական մենեջմենտի գծով։ Տնօրենի բանում էր Վաշինգտոնում էր Washington Medical Center, այդպիսի բան կա, հիվանդանոց, որտեղ բուժվում են օրինակ այն ժամանակ Բուշը, Շեյխեր եւ այլն, որի բյուջեն 2.5 միլիարդ դոլար էր։ Հայաստանի Հանրապետության բյուջեն հենց այդ պահին 2.5 միլիարդ էր։ Ես տնօրենի տեղակալի հետ խոսում եմ, ասում եմ, ես ուզում եմ իրենց գործիքներից մի մասը վերցնեմ, որովհետև իրենք դա տալիս էին ինչ-որ մի երկրի, ինձ այդպես էլ չբացահայտեցին, որ այդ գործիքները գա Հայաստան։ Որպեսզի իրեն այսպես ասած շահագրգռեմ, ես ասեցի քեզ մի հատ խեցեղեն կտամ, պարզ հասարակ, որի տարիքը 3500 էր։ Զարմացավ, այդպիսի բան հնարավոր չի։ Ինքը իրեն թվաց, թե ես խափում եմ։ Ասեցի կգնաս, կկարդաս, կուսումնասիրես նոր։ Մի խոսքով չգնաց, որովհետև մի քիչ էլ բութ էր,
Բայց հետո երբ արդեն ավարտել էինք, նամակ գրեց, որ շատ հետաքրքիր բան ասեցիք, բան ես կոմենտում, բայց ես ասեցի այլևս ուշ է, չէ, վերջ։ Այսինքն չգիտեն, տեղյակ չեն։ Այո։ Իսկ մենք ունենք, ես պատրաստ եմ նույնիսկ դրանք պետականորեն վաճառքի տալ եւ դրան համապատասխան գումարներ գա, միայն թե գա Հայաստան ինչ-որ մի կառույցի, սոցիալական ուղղվածության կամ չգիտեմ էական չի, բայց գա։ Այսինքն ես նույնիսկ կարող եմ դրանք այնպես կազմակերպել, որ պետությունը դրանից շահի, այո։ Մենք ունենք այնպիսի բաներ, որոնցից շատ ունենք։ Եվ դա կարա նաև միջոցներ բերի մեր երկրին։ Վերջի հարցը դա ամփոփ ենք, քաղաքականությամբ զբաղվելու եք։ Ոչ, բայց իհարկե քաղաքական իմ տեսակետներն ունեմ, չեմ Հասկացա։ Ուղղակի ես ինձ համար դա այնպիսի թեմա է, որ դուք լավ գիտեք, ինչեր եմ անցել այդ դրան մեջ։ Այո, հիշում եմ ավականու ընտրություններում առաջին տեղը դա քիչ չէր մեծամասնական ընտրակարգով Վանաձորում այն ժամանակ բնակչությունը շատ ավելի շատ քան այսօր եւ ոչ մեկ անգամ գրավել առաջին տեղը։ Բժիշկ ջան, շնորհակալ եմ, որ եկաք այսօր մեր տաղավար։ Հուսով եմ, որ շուտով թանգարանի բացումը կունենանք, գոնե 2026-27 թվականներին, գիտեմ, որ ծանր գործ է, հեշտ չի, բայց պիտի անեք, հնչեցրել եք, և դուք էլ խոստացեք։ Ես մինչև հիմա դռներ չեմ թակել։ Ուրեմն արդեն թակեցինք միասին։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում հյուրընկալել էինք Լորիմեդ բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժիշկ, ասեմ արվեստաբան, արվեստագետ, հնագետ, էլ ինչ ասեմ, դոկտոր։ Թատերական։ Հա, թատերագետ, թատերական վերլուծաբան։ Մի քիչ։ Ադամյան Կարենը, մեր սիրելի Կարեն Ադամյանը եւ առաջիկայում էլի կհանդիպենք։ Շնորհակալ եմ անչափ։ Ես ուրախ եմ, եթե փոքրիկ շատ չնչին լումա եմ ունենում որևէ սֆերայում, լինի բժշկություն թե արվեստ, բայց գիտեք, որ այնինչ որ կա իրականում եւ այնինչ որ մատուցվում է, դա արվում է անկեղծ, անմիջականորեն, սրտանց եւ կարևորը նաեւ որ իշա մեր ժողովրդին։ Վստահ եղեք, եթե այդպեսի մի բան լինի, ես այսօր պատրաստ չէի նույնիսկ այս խոսակցությանը, շնորհակալ եմ, որ դուք այդպես բացեցիք, ապա Լորիմեդ այդ թանգարանը շատ հնչեղ եւ շատ հեղինակավոր մի երևույթ կլինի, իսկապես երևույթ կլինի Հայաստանի Հանրապետության մակարդակով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։